Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ արդեն օրվա վերջին հանդիպումը միասին կդիտենք, որտեղ Winter Cup-ի շրջանակներում կմրցեն միմյանցնեմ Everton-ը եւ Ajax-ը։ Այո, երկու թիմեր, որոնք առաջին անգամ են հանդես գալու AFL-ի շրջանակներում, այնպես որ շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվում։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, որից հետո արդեն շարունակենք։ Եվ այսպես Everton դարպասը պաշտպանում է Արամ Ղազարյանը համար 1, Ալեքս Մկրտչյանը համար 3, Տիգրան Պապիկյան համար 5, Հովհաննես Գաբրիելյան համար 7, Ռևիկ Եղիազարյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9, նա թիմի ավագն է, Հայկ Խաչատրյան համար 10, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20 եւ Միքայել Պողոսյան համար 23։ Ajax դարպասը պաշտպանում է Սևակ Մուրադյանը համար 1, Բակբեն Սահակյան համար 5, Հովհաննես Իսկանդարյան համար 6, Տիգրան Մուրադյան համար 9, Սարգիս Սարգսյան համար 10, Հովհաննես Բարսեղյան համար 11, Հեզել Վարդանյան համար 20, կամ մրցավարի Սյունիչը եւ մեկնարկած է հանդիպումը։ Մկրտիչ Թեմուրյան համար 26, Արսեն Վարդանյան համար 72, Հարություն Վարդանյան համար 88 եւ Արսեն Մելքոնյան համար 99։ Հիմա եզից կնետեն արդեն Ajax-ի ֆուտբոլիստները։ Այո, իսկապես քիչ առաջ միասին ականատես եղանք Summer Cup-ի եզրափակիչին, որը էլ ավելի հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց, բայց 11 մետրանոց հարված աշխարհում Մոնցան կրկին արդյունավետ գտնվեց ու արժանացավ այդ երկար ու սպասված տիտղոսին։ Հիմա արդեն Winter Cup-ի մասին այս երկու թիմերը առաջին անգամ են հանդես գալիս Winter Cup մրցաշարում, որոնք միմյանց խաղաոճից իհարկե տեղյակ չեն եւ դա էլ ավելի է հետաքրքրացնում հանդիպան ինտրիգը։ Գրում են Ajax-ի ֆուտբոլիստները, բարձից փոխանցում են, տեսնում հարված էլ եղավ այստեղ, բայց Ղազարյանը տեղում էր ու վերցրեց գնդակը արագորեն նետելով խաղընկերոջ ուղղությամբ։ Մուրադյան փորձեց պայել այստեղ գնդակը դաշտի սահմաններում, բայց փոխանցում ուժեղ էր ստացվել ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Ajax-ը։ Ես ծանոթացնեմ նաև այս թիմերի հետ միևնույն խմբում ընդգրկված մնացած թիմերին։ Եվ այսպես Winter Cup գրում էր հիմա Ajax-ը, բայց փոխանցումը նորից ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եվ այսպես ծանոթացնեմ այն 18 թիմերը, ովքեր միասին կազմել են Winter Cup-ի այս խումբը։ Tottenham, Villarreal, Manchester United, Real Madrid, Atletico Yerevan, Real Army, Wolfsburg, Borussia Mönchengladbach, Everton, Milan, Monaco, Liverpool, Ajax, Inter, Arsenal, Yerevan, Celta եւ Ararat, այս 18 թիմերը միասին կազմել են AFL Winter Cup 2025-26 մրցաշրջանի B խումբը, որտեղ այս 18 բաղկացած թիմերից առաջին 8 հորիզոնականը զբաղեցած թիմերը կհայտնվեն Winter Cup-ի 1/4 եզրափակիչում։ Հիմա գրում են Ajax-ի ֆուտբոլիստները, բայց այստեղ Ռևիկ Եղիազարյանը հաջող պաշտպանվեց փակելով մրցակցի փոխանցման ճանապարհը։ Հիմա գնդակը փորձեցին հեռացնել ոչ այնքան հեռու, բայց հարված է նույնիսկ տեսանք Ajax-ի ֆուտբոլիստի կողմից, միայն թե այն նպատակին չտարայեց Մուրադյան։ Միայնակ է այստեղ Մուրադյանը պայքարում մի քանի մրցակցի դեմ ու
Փորձերից գնդակը, բայց այս փոխանցում ուժեղ է ստացվում Արաքսի ֆուտբոլիստի կողմից ու հարված կլինի արդեն Արամ Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Մուրադյան Այստեղ Անտոնյանը շատ հաջող գործեց, ինչ է պատել, այո, գնդակը մնաց Էվերթոնի ֆուտբոլիստերի մոտ, հիմա ձախ եզով են զարգացնում իրենց գողով, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Ալեքս Մկրտչյանի նկատմամբ ու տուգանային հարված կիրացնի հիմա Էվերթոնը։ Արագորեն խաղարկեցին այստեղ գնդակ Էվերթոնի ֆուտբոլիստերը, իսկապես շատ լավ փոխանցում կատարեց Մանուկ Մուրադյանը դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց Գաբրիելյանը չէր սպասում այս արագ խաղարկման ու ուշացավ մի փոքր այդ դրվագում։ Գրիգորյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին։ Այո, Սամվել Գրիգորյանը նույնպես հայտարարում է Էվերթոնի, ես կազմը ներկայացնելիս նրան չնշեցի, քանի որ այդ պայդրությամբ նա չկար թիմի հայտարարում, հիմա արդեն ամեն ինչ կարգին է ու նա թիմի մեկնարկային կազմում է նույնիսկ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ պաշտպանը կարողացավ Արաքսի հեռացնել գնդակ ու եզրից կնետեն Էվերթոնի ֆուտբոլիստները։ Կա եզրային նետումը, եվս մեկ անգամ եզրից կնետի Էվերթոնը, տվյալ դեպքում Մկրտչյանը իրականացեց եզրային նետումը, Եղիազարյան գտավ Հովհաննես Գաբրիելյանին, բայց այս փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց ու հիմա լավ հնարավորություն ուներ Արաքսը հակագրողը նպատակին հասնելու համար, բայց երկու դեպքում էլ Ռևիկ Եղիազարյանը խանգարեց մրցակցին։ Ու հիմա այլ գնդակը հեռացված է արդեն, տեսնենք եվս մեկ եզրային նետում, արդեն այլ ուղղությամբ։ Մուրադյան շատ լավ պատխաղարկում ստացվեց այստեղ Մանուկ Մուրադյանը գնդակով թողեց գնդակը Գաբրիելյանին, նորից Մուրադյան, այո, շատ լավ մարզավիճակում է գտնվում Մանուկ Մուրադյանը, իսկապես հիմա կարելի է փաստել, որ նա այս պայդրությամբ Էվերթոնի առաջատար ֆուտբոլիստն է, առանցքային խաղացողը թիմի կազմում եւ իհարկե նա հարսակման գծում էլ ավելի վտանգավոր է լինում։ Հիմա Մուրադյանը գնդակով կատարեց այստեղ փոխանցում Մկրտչյանի ուղղությամբ, բայց Մկրտչյանը չկարողացավ հարվածային դիրք դուրս գալ։ Ու հիմա էլ նա անջեց ու խլեց գնդակ ուղարկելով առաջ, բայց այստեղ հաջող կացածում չկատարեց Անտոնյանը եւ հիմա սկսում է Արաքսը իր հերթական գրոհը, Եղիազարյան չկար այստեղ խաղի կանոնների խախտում։ Այո, ամեն ինչ կարգին է Արաքսի ֆուտբոլիստի հետ, եղավ բախում Եղիազարյանի հետ, հիմա վտանգավոր է ու քիչ էր մնում բացվեր այս հանդիպման հաշիվը, շատ արագ խաղարկեցին այստեղ Արաքսի ֆուտբոլիստները գնդակը, բայց վերջին հարվածը չստացվեց։ Անտոնյան խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Գաբրիելյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի արդեն Արաքսի դարպասից։ Սխալվում են այստեղ պաշտպանությունում Արաքսի ֆուտբոլիստները, Գաբրիելյան բացել է պետք այս հանդիպման հաշիվը, բայց այստեղ գնդակը հրաշքով չի հայտնվում։ Արաքսի դարպասում Գաբրիելյանի կատարած երկրորդ հարվածից հետո ու հիմա անկյունային կիրացնի Էվերթոնը։ Մուրադյանը արագ խաղարկում է գնդակը Մկրտչյանի հետ, նորից Մուրադյանի ուղղությամբ փոխանցում տեսանք Սուր անկյունից էլ հիմա Մուրադյանը կրակեց, բայց դարպասապահը կարողացավ
բրունսկներով հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային կիրասնի Էվերտոնը, այո Էվերտոնը աստիճանաբար արդեն մեծացնում է ճնշում այս խաղում հերվից հարված եք տեսնում ու հիմա էլ բարձր է ստացվում Արամ Անտոնյանի կատարած հարվածը հարված կլինի Արաքսի պաշտպանած դարպասից Անտոնյան ուղարկեց գնդակը Պապիկյանին նորից Անտոնյան բայց անացել այս փոխանցումը Գաբրիելյան շարժվում է առաջ Գաբրիելյանը ուղարկեց գնդակը Մուրադյանի բայց այստեղ եթե շրջվեր Մուրադյանը ապա շատ արագ հակագրող իրականացներ Էվերտոնը թույլ չտվեցին այո այս դրվագում Մուրադյանին շրջվել իհարկե մի քանի մրցակցի հետ էր պայքարում Մուրադյանը ու գնդակը արդեն կորցրեց հիմա վտանգավոր գրոհ է հարված եք նույնիսկ տեսնում ու եւս մեկ լավ հնարավորություն են կորցնում Արաքսի ֆուտբոլիստները բացելու այս հանդիպան հաշիվայո ինչ լավ փոխանցում տեսանք դեպի առաջ բայց գրոհի եզրափակիչ մասը հաջող չստացվեց նորից գրոհում է Արաքսը կա հարված ու նորից չեղությամբ է ստացվում Արաքսն է գնդակով տեսնենք այս գրոհին ինչի կվերացեն ոչինչի Եղիազարյանը հասցրեց այստեղ նահանջել ու խլել գնդակը մրցակցից Մանուկ Մուրադյան շատ լավ գործեց Մուրադյանը բայց հարվածը մի փոքր բարձր է ստացվում փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Էվերտոնի կազմում Եղիազարյան այստեղ հաջող պաշտպանվեց Անտոնյանն էլ մնաց գնդակով ու կար խաղի կանոնների խախտում այո անկասկած նրա նկատմամբ սուլեց մրցավարը Հիմա Եղիազարյանն է մնում գնդակի մոտ հեռացավ գնդակից Մանուկ Մուրադյանը ու հեռու է բավական տարածությունը բայց իհարկե Եղիազարյանը կարծում եմ կփորձի այս տարածությունից հեռահրկրակոց կատարել դարպասի ուղղությամբ տեսնենք ինչպես կստացվի Կա մրցավարի սուրիչը Ռևիկ Եղիազարյան հարվածը կա բայց բարձր է ստացվում Եղիազարյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Սևակ Մուրադյանի պաշտպանած դարպասից Խաղարկում է Արաքսի դարպասապահ գնդակը պաշտպանի հետ Շատ լավ գրոհ են անցել Արաքսի ֆուտբոլիստները քանակական առավելությամբ ու նորից վրիպում են այստեղ Արաքսի ֆուտբոլիստները գրոհի եզրափակիչ մասում ինչ է կատարվում հիմա խաղադաշտում իսկապես Վինտեր քափը անկանխատեսելի է ամեն ինչով թե թիմերի մասնակցությամբ թե գրոհներով թե հարվածներով մենք հիմա պարզապես այլ ֆուտբոլ ենք դիտում խաղադաշտում այլ հետաքրքրությամբ Իհարկե ամեն բան հնարավոր է տեսնել Վինտեր քափում ցանկացած թիմով նույնիսկ ֆավորիտ չէ խաղում կամ մրցաշարում իհարկե ամեն ինչ հնարավոր է անել հիմա վտանգավոր է բայց
Կա հարված ու հիմա էլ չի ստացում գրավել դարպասը Արաքսի մոտ։ Հիմա արդեն կորցրեցին հարվածի հնարավորությունը Արաքսի ֆուտբոլիստները, բայց դեռ շարունակվում է նրանց գրո երկրորդ տեմպով հերվից հարված ու դարպասապա այստեղ հեռացնում է գնդակը բռունցքներով։ Մուրադյան ընդունեց գնդակը, շատ լավ ազատվեց մրցակցի վերահսկողությունից, երկու մրցակցի վերահսկողությունից ու շարժվում է առաջ Մանուկ Մուրադյանը, գուցե իքել փորձի եզրափակել, Մուրադյանը հարվածում մի փոքր չեղությամբ է ստացվում Մուրադյանի կատարած հարվածը, ինչ լավ արեց միայնակ ամեն ինչ Մանուկ Մուրադյանը, բայց վերջին հարվածը այստեղ ստացվեց։ Խորքից փոխանցում ենք տեսնում, այստեղ առաջինը գնդակին արձագանք է Ստիգան Պապիկյանը, ու հիմա նորից Պապիկյանին հասցեագրվեց գնդակը, Պապիկյան լավ գործեց։ Գաբրիելյան, նորից Պապիկյանի հետ խաղաց, կար Եղիազարյանի տարբերակը ուշացրեց փոխանցումը Պապիկյանը, հիմա կատարեց փոխանցում, վտանգավոր գրոհի անցել Էվերտոնը, բայց այստեղ Մկրտչյանի կատարած փոխանցումը դեպի Մուրադյանը թույլ ստացվեց ու պաշտպանը կարողացավ հեռացնել գնդակը։ Արամ Ղազարյան թողեց գնդակը խաղընկերոջը Եղիազարյան դեպի Անդրանիկ Պողոսյանը փոխանցում տեսանք, Գաբրիելյանն է ստանում գնդակը, ուղարկելով Եղիազարյանին Մանուկ Մուրադյան, Պայքարում է մինչև վերջ Մուրադյանը գնդակի համար ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն։ Կա մրցավարի սուլիչը Մուրադյան, խաղարկեց գնդակը Գաբրիելյանի հետ։ Բարձրից փոխանցում դեպի Եղիազարյանը, բայց այստեղ պաշտպանը կարողանում է հեռացնել գնդակը։ Խաղարկում են Էվերտոնի ֆուտբոլիստները գնդակը։ Լավ անցում այստեղ ձեռնարկեց Անտոնյանը, բայց վերջի պայն մի փոքր հեռու թողեց գնդակը, հիմա էլ փորձեց շեղել գնդակի ուղղությունը։ Անտոնյան դեպի Գաբրիելյան հաջող փոխանցում տեսան Գաբրիելյան դեպի Եղիազարյանը կատարեց փոխանցում, բայց կարծում եմ ավելի հարմար դիրքում էր գտնվում Մուրադյանը, եթե նկատեր Մուրադյանին Գաբրիելյանը, այս գրոհը այլ ավարտ կունենար բնականաբար, բայց արդեն փոխանցումը կատարված է, գնդակն էլ դուրս է եկել դաշտի սահմաններից ու այն կլինի Արաքսի ֆուտբոլիստերի մոտ։ Հեռացեցին այստեղ Արաքսի պաշտպանները գնդակը։ Տեսնենք այս գրոհին չի կվերացի Արաքսը։ Վտանգավոր է հարված ու հանդիպան հաշիվը բացված է 1-0 Արաքսն առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Տիգրան Մուրադյան 1-0 այո, Արաքսը հասավ հաջողության ու հիմա արդեն հանդիպման հաշիվը բացված է այս խաղում։ Տեսնենք ինչով հիմա կփորձի պատասխանել Էվերտոնը։ Նորից գնդակով Արաքսի ֆուտբոլիստներն են փոխանցում, բայց Եղիազարյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին։ Վտանգավոր է, բայց այստեղ պետք էր կրկնապատկել առավելությունը այն դեպքում, եթե փոխանցումը ասել Մուրադյան նկատեց, որպեսզի դարպասապատ դուրս է եկել դարպասից ու փորձեց հեռար հարվածով աշկի ընկնել, բայց Մուրադյանի կատարած հարվածը այստեղ բարձր է ստացվում
ու արված կլինի արդեն Արաքսի դարպասից։ Մուրադյան, բայց գնդակի թիմու մոտ Եղիազարյան կորցրեց այստեղ գնդակը Էվերտոնը, բայց Արաքսն էլ արագ հակագրոց չկարողացավ կազմակերպել, հիմա հարված եք տեսնում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Պողոսյան դեպի Գաբրիելյանը փոխանցում տեսանք Եղիազարյանն է այստեղ պահում գնդակը իր մոտ շատ լավ նկատեց Անտոնյանին, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, հարված կլինի հիմա արդեն Սևակ Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Ռևիկ Եղիազարյան Եվ այստեղ սխալվեցին Էվերտոնի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց, գրոում է հիմա Արաքսը խորքից փոխանցում ու ստացվեց այս անգամ եզրափակել փոխանցումը։ Եղիազարյան շատ լավ փոխանցում էր դեպի Մուրադյանը, բայց պաշտպանը վերջին պահին կարողացավ հեռացնել գնդակը։ Գաբրիելյան թողնում է գնդակը Պողոսյանին, բայց Պողոսյանի փոխանցումը առաջինը արձագանքեց Արաքսի ֆուտբոլիստը։ Հիմա փորձում են Արաքսի ֆուտբոլիստները գրոհի անցնել։ Կա փոխանցումը դեպի հարձակման Զախիեզեր։ Գաբրիելյանը այստեղ փակեց փոխանցման ճանապարհը ու հիմա Մուրադյանին է բաժինացնում գնդակը վտանգավոր է Մուրադյան շատ լավ փոխանցում է, բայց այստեղ Եղիազարյան չի ստացվում արված այնպես ինչպես հարկներ դարպասը գրավելու համար, այո, շատ լավ արեց ամեն ինչ Մանուկ Մուրադյանը, բայց գրոհի եզրափակիչ մասում ձախողվեցին խաղընկերները։ Եղիազարյան հաջող կասեցում կատարեց ու հիմա նետվում են առաջ Էվերտոնի ֆուտբոլիստները հեռվից։ Փորձեց հարված կատարել Եղիազարյանը չստացվեց։ Իսկ այս փոխանցումը ուժեղ էր ու արդեն հարված կլինի Էվերտոնի դարպասից։ Անտոնյան, կար խաղի կանոնների խախտում, այո, Արամ Անտոնյանի դեմ պայքարում արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց գնդակը Մուրադյանին չհասավ։ Եզրային է հիմա կտեսնենք։ Կա փոխանցումը, բայց այստեղ գնդակը բաժինի հասնում է Էվերտոնի դարպասապային, ով սկսում է իր թիմի հերթական գրոհը։ Եզրային նետում հիմա կիրականացնի Էվերտոնը, Հայկ Խաչատրյանն է գնդակը ուղարկում դեպի պաշտպանության կենտրոն, որտեղ Պապիկյանն է, Ռևիկ Եղիազարյան հաստրեց գնդակ ուղարկել Անտոնյանին, նորից Խաչատրյան, բայց թույլ ստացվեց այստեղ Խաչատրյանի կատարած փոխանցումը։ Հիմա Արաքսը շարժվում է առաջ։ Եղիազարյան հաջող պաշտպանվեց, Անտոնյան նորից Եղիազարյան կա Գաբրիելյանի տարբերակը նկատեց Գաբրիելյանին վտանգավոր է, բայց
բայց Գաբրիելյանի կատարած հարվածը բավական բարձր է ստացվում։ Շարժվում են առաջ Արաքսի ֆուտբոլիստները շատ լավ գրոհ է անցել Արաքսը ձախ եզրով վտանգավոր է, բայց այստեղ դարպասապահը կարողանում է հեռացնել գնդակը երկու դեպքում էլ այո շատ լավ գործեց Արամ Ղազարյանը հեռացնելով գնդակը իսկապես շատ լավ հնարավորություն հիմա ունեին Արաքսի ֆուտբոլիստները կրկնապատկելու իրենց առավելությունը, բայց դա տեղի չունեցավ։ Տեսնում ենք փոխանցում Եղիազարյանն է հեռացնում գնդակը ու այն բաժինացավ Մանուկ Մուրադյանին։ Փորձեց այստեղ բայ գնդակի մոտ Մուրադյանը որպեսզի վերադասավորեն խաղանկարները, բայց չստացվեց։ Հիմա արդեն երկրորդ տեմպով է Արաքսը անցել գրոհ, իսկ այս փոխանցումը մի փոքր անարմար ստացվեց խաղանկարոջ համար Արաքսի ֆուտբոլիստի, բայց գնդակը դաշտի սահմաններում է, վտանգավոր է, ևս մեկ հարվածի հիմա նորից փակվում է հարվածի ճանապարհը Տիգրան Պապիկյանի կողմից։ Խաչատրյան ու հարված կլինի Էվերտոնի դարպասից։ Անտոնյան շատ լավ կասեցեց գնդակը, շարժվում է առաջ Անտոնյանը ուղարկեց գնդակը Գաբրիելյանին կամ Մանուկ Մուրադյանի տարբերակը, բայց ավելի լավ պետք էր կատարել այս փոխանցումը։ Այն բաժին հասավ առաջինը Արաքսի պաշտպաններին։ Խաղարկում են Արաքսի ֆուտբոլիստները գնդակը եւ շատ հաջող գրոհ են անցնում, վտանգավոր է հարված ու նորից այստեղ փրկում է Էվերտոնին դարպասապահ Ղազարյանը։ Գաբրիելյան շարժվում է առաջ 3-2-ի դիմաց, քանակը կնարավելությամբ նետվել են առաջ Էվերտոնի ֆուտբոլիստները, Մուրադյան չանցավ փոխանցումը, բայց չի ավարտվել գրոհը։ Մուրադյան պետք է հավասարեցնել հանդիպան հաշիվը, հիմա էլ դարպասածողն է օգտության գալիս Արաքսին։ Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է Էվերտոնն ընդդեմ Արաքսի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը նվազագույնն է, առայժմ հանդիպան միակ գոլի հեղինակն է դարձել Արաքսի կազմում Տիգրան Մուրադյանը բացելով այս հանդիպան հաշիվը ու հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչքան մատուցեն մեզ, հատկապես խոսքս վերաբերվում է Էվերտոնին, ովքեր իսկապես շատ ակտիվ էին հանդիպան մեկնարկում, բայց չկարողացան օգտագործել իրենց շանսերը եւ խաղակեսի վերջնամասում նույնպես կարող էին հասնել հաջողության, բայց Մուրադյանի կատարած հարվածից հետո դարպասածողը օգտության եկավ Արաքսին հիմա։ Եզրից նետեցին Էվերտոնի ֆուտբոլիստները, Եղիազարյան ուղարկեց գնդակը Գաբրիելյանին, շատ լավ փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը տեսանք, Մուրադյան կա փոխանցումը, բայց այստեղ ոչ ոք չի եզրափակեց Մուրադյանի կատարած փոխանցմանը, Անտոնյանն էր փորձում հասնել գնդակին, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով խաղարկում են գնդակը դաշտի միջին հատվածում։ Եղիազարյանն է այստեղ պայքարում մրցակցի դեմ, բայց կարողացավ գնդակը պահել իր մոտ Արաքսի ֆուտբոլիստը։ Եղիազարյան թիկունքի շնշում է մրցակցին ու փոխարենը խախտեց խաղի կանոնները։ Արագորեն խաղարկում է Արաքսը գնդակը, դեպի աջ փոխանցում ենք տեսնում։ Լավ գրոհ են անցել Արաքսի ֆուտբոլիստները, տեսնենք հիմա հարցակման
Ձախ եսից դեպի կենտրոն փոխանցում տեսանք վտանգավոր է հարված ու Արաքսը կրկնապատկում է իր առավելությունը 2-0 Հարություն Վարդանյան 2-0 այո Արաքսը կրկնապատկում է իր առավելությունը ու հիմա Էվերտոնի խնդիրը էլ ավելի է բարդանում հիմա նրանք առնվազն 2 գնդակ պետք է հեղինակեն այս հանդիպումը փրկելու համար Արվածը կաում 1 գնդակ կարողանում է Էվերտոնը ետ բերել 2-1 Երկում եք այո Մուրադյանը կրճատեց հաշվի տարբերությունը շատ արագ բաստողած գնդակից հետո ու հիմա արդեն տեսնենք հանդիպման ընթացքը էլ ավելի կհետաքրքրանա գրովում է նորից Արաքսը կա փոխանցումը ու այստեղ ինքնագոլի հեղինակ է դառնում Խաչատրյանը 3-1 ինչ է կատարվում խաղադաշտում 2 րոպե ընթացքում թիմերը 3 գնդակ են հեղինակում Երեքմեկ այո նորից այս խաղում երկրորդ անգամ արդեն Արաքսը ստանում է 2 գնդակի առավելություն իհարկե շատ արագ Մանուկ Մուրադյանը 1 գնդակ ետ բերեց բայց անմիջապես հաջորդ գրոյի ժամանակ Արաքսի ֆուտբոլիստները կարողացան կրկնապատկել երկրորդ անգամ այս խաղում իրենց առավելությունը Ռևիկ Եղիազարյան գուցե հրվից փորձի հարվածել կա հարված ու պաշտպանի վրա է ընդունում գնդակը Եզրային նետում ենք տեսնում Կապելյան Եվ այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Արաքսի դարպասից Գապելյան պայեց այո գնդակը դաշտի սահմաններում Հովանես Գապելյանը ուղարկելով այն Անտոնյանի ուղղությամբ Հարված ու շեղությամբ է ստացվում այստեղ Արամ Անտոնյանի կատարած հարվածը Խաչատրյան լավ պաշտպանվեց այստեղ գնդակը բաժինացավ Մանուկ Մուրադյանին Անտոնյան գուցե հիմա ստացվի չկար արդյոք խաղի կանոնների խախտում ոչ Անտոնյանի դեմ պայքարում Իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Եղիազարյանի կողմից ու հիմա արդեն Արաքսը կիրաստի ստանդարտ Մրցավարի Սուլիչը տեսնում ենք ցածրից փոխանցում, բայց դարպասապահ այստեղ վերցնում է գնդակը առանց որևէ խնդիրների Պողոսյան թողեց գնդակը Ռևիկ Եղիազարյանին Եղիազարյան խորքից նկատել է Մուրադյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը բաժին չհասավ Մուրադյանին Աղարկում են այստեղ Արաքսի ֆուտբոլիստները գնդակը Վտանգավոր գրոհ է Տեսնենք կա չեզում տարբերակ տեսանք փոխանցում եւս մեկ փոխանցում բայց այստեղ
Անդրանիկ Պողոսյանը հաստրեց փակել գնդակի ճանապարհը ու կտեսնենք անկյունային հարված։ Գաբրիելյան այստեղ անհաջող ստացվեց Արաքսի անկյունայինի խաղարկումը, Գաբրիելյան շատ լավ փոխանցում է դեպի Մուրադյանը, բայց եթե լավ կասեցներ Մուրադյան այստեղ գնդակը, ապա ամեն ինչ այլ ավարտ կունենար, չստացվեց այս գրոհը Էվերտոնի մոտ, տեսնենք ինչպիսի գրոհներ կկազմակերպեն առաջիկայում, քանի որ Էվերտոնն է հիմա իսկապես պետք է հայտնվի շտապողի կարգավիճակում։ Երեք մեկ զիջում են այս պահին Էվերտոնի ֆուտբոլիստները խաղադաշտում հաշվի մեջ մրցակցին ու հիմա պետք է փորձեն արագորեն կրճատել հաշվի տարբերությունը։ Եղիազարյան փոխանցում, Անտոնյան բարձր է ստացվում հարվածը, սա շատ լավ հնարավորություն էր, բայց չստացվեց Էվերտոնի ֆուտբոլիստի մոտ։ Ու հարված կլինի արդեն Սերակ Մուրադյանի դարպասից, ով գնդակը խաղարկում է պաշտպանի հետ, շատ լավ դուրս եկան պաշտպանությունից Արաքսի ֆուտբոլիստները ու անցան գրոհի, բայց Եղիազարյանն է նահանջում այստեղ, հիմա էլ կարողացավ Ալեքս Մկրտչյանը հաջողությամբ պաշտպանվել, Անտոնյան հաստրեց Մկրտչյանին գնդակը, Գաբրիելյանն է ստանում այստեղ գնդակը, ուղարկելով այն Անտոնյանի ուղղությամբ Գաբրիելյան, բայց այստեղ կորցրեց Գաբրիելյանը, գնդակը վտանգավոր է, կա փոխանցումը, հարված են նույնիսկ տեսնում, բայց ևս մեկ հնարավորություն են կորցնում Արաքսի ֆուտբոլիստները։ Գաբրիելյան ուղարկեց գնդակը Մկրտչյանին, դեպի հետ փոխանցում տեսանք, իսկ այստեղ Պապիկյանի կատարած փոխանցումը անհաջող ստացվեց ու Եզիս կնետի արդեն Արաքսը։ Խաղարկեցին այստեղ գնդակը Արաքսի ֆուտբոլիստները, դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց Պապիկյանը առաջինը արձագանքեց գնդակին։ Եղիազարյանն էլ այստեղ խլում կատարեց մրցակցից, հետո էլ կորցրեց գնդակը։ Վտանգավոր գրոհ է, տեսնենք Արաքսի կատարմամբ, կա փոխանցում ու Խաչատրյան այստեղ փակեց գնդակի ճանապարհը, եթե հասներ գնդակը Խաչատրյանից, ապա այլ հաշիվ մենք հիմա կտեսնենք, իսկ հիմա շատ լավ հնարավորություն ունի Մուրադյանը կրճատելու հաշվի տարբերությունը, փոխանցում Եղիազարյանին, Եղիազարյան Մուրադյան հարված ուշեղությամբ է ստացվում Մուրադյանի կատարած հարվածը, բայց մրցավարը կդիտի Եղիազարյանի դրվագը համոզվելու համար արդյոք կար 11-6 թե ոչ։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու չի փոխում իր որոշում, այո չկար 11-6 հարված, չկար խաղի կանոնների խախտում։ Ռևիկ Եղիազարյանի դեմ պայքարում։ Հիմա արդեն հարված կլինի Արաքսի դարպասից, խորքից փոխանցում ենք տեսնում պաշտպանի կողմից, ինչ է կատարվում։ Արայո խաղի կանոնների խախտում այստեղ։ Խաղարկում են գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Տիգրան Պապիկյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում Պապիկյանի կողմից, բայց շահասավ գնդակը այստեղ Մկրտչյանին ու կտեսնենք եզրային նետում Արաքսի ֆուտբոլիստների կողմից։ Եղիազարյան, բայց գնդակի մոտ Ռևիկ Եղիազարյանը հիմա կատարեց փոխանցում դեպի առաջ ու Անտոնյանն է զարգացնում արագություն,
Կան տարբերակներ, Մուրադյանը միացել է նույնպես գրոհին, բայց Անտոնյանը չհասցրեց այստեղ հաջող փոխանցում կատարել։ Վտանգավոր գրոհ է, բայց այստեղ Արաքսի ֆուտբոլիստի կատարած փոխանցում ուժեղ է ստացվում ու արված կլինի։ Էվերթոնի դարպասից, որն արագորեն խաղարկեցին Էվերթոնի ֆուտբոլիստները, Ռավիկ Եղիազարյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, Մկրտչյանն է ստացել գնդակ ու զարգացնում է արագություն ձախ եզրով, բայց հեռու թողեց այստեղ Մկրտչյանը գնդակը, հարված կլինի արդեն Արաքսի պաշտպանած դարպասից իսկապես հանդիպումը գնալով էլ ավելի կհետաքրքրանա հանդիպան ինտրիգը վերջնամասում, քանի որ եթե մեկ գնդակ հիմա կարողանա Էվերտոնը արագ հեղինակել, ապա վերջնամասը բավական հետաքրքիր կստացվի։ Մուրադյան Մուրադյանն է ստանում հիմա գնդակը, Մանուկ Մուրադյան տեսնենք ինչ որոշում կայացնի, դեպի Գաբրիելյան ուղարկեց գնդակը, կա փոխանցումը Մկրտչյան ու հիմա ուներ լավ հնարավորություն Էվերտոնը, որից չօգտվեցին։ Հիմա էլ սխալվում են Արաքսի ֆուտբոլիստները ու նորից Էվերտոնն է զարգացնում իր գրոհը։ Անտոնյան կա Մանուկ Մուրադյանի տարբերակը կատարեց փոխանցում Մուրադյան, Անտոնյան ու բարձր է ստացում Անտոնյանի կատարած հարվածը եւս մեկ լավ հնարավորություն իսկապես ձախողեցին այս դրվագում Էվերթոնի ֆուտբոլիստները։ Գնդակով Արաքսի ֆուտբոլիստներն են դեպի կենտրոն փոխանցում տեսանք, բայց այստեղ առաջինը արձագանքեց գնդակին Պապիկյան ուղարկելով Մուրադյանին, Գաբրիելյան շատ գեղեցիկ է անում ամենից Գաբրիելյանը Մուրադյանի փոխանցումից հետո ու 3-2 Էվերտոնը նորից կրճատում է հաշիվը։ Երեք-երկու իսկապես ամեն ինչ գեղեցիկ ու արագ կազմակերպեցին Էվերտոնի ֆուտբոլիստները, Մուրադյանի փոխանցումից հետո Գաբրիելյանը պարզապես շատ գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերություն, այո, կրունկով զգաց, որ դարպասապահը մոտենում է իրեն ու չունի այլ տարբերակ եւ կրունկով կատարած հարվածով հանդիպան հաշիվը կրճատեց 3-2 հիմա արդեն Էվերտոնին 1 գնդակ է բաժանում առնվազն ոչ ոքի արդյունքից տեսնենք ինչպես կստացվի թիմի մոտ Եզրային ներդում կտեսնենք հիմա Արաքսի կատարմամբ կա փոխանցումը, բայց Եղիազարյանը այստեղ հաջող պաշտպանվեց ու հարված կլինի արդեն Արամ Ղազարյանի պաշտպանած դարպասից, ով խաղարկում է հենց Եղիազարյանի հետ գնդակը դեպի աջ փոխանցում ենք տեսնում Խաչատրյան շարժում է առաջ Խաչատրյանը գնդակով ուղարկեց գնդակը Գաբրիելյանին Եզրային նետում հիմա կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Ռավիկ Եղիազարյան չստացվեց այստեղ հարված կատարել, կորցրեց հարվածային դիրքից փոխանցումը անհաստ է ստացվեց Եղիազարյանի կատարած Մուրադյան ուժեղ հարված առաջ, այստեղ երկրորդ արգում շատ լավ գործեց Եղիազարյանը, բայց գնդակը բաժին հասավ Արաքսի ֆուտբոլիստներին Անտոնյան կար կախտում այստեղ Անտոնյանի նկատմամբ
Եղիազարյան կամ մրցավարի Սուլիչը բայց այստեղ պատկասված ֆուտբոլիստը խանգարեց Եղիազարյանին գնդակ ուղարկել մրցակցի Տուգանային հրապարակ, հիմա էլ արագ ստեղ խլում գնդակը ու անցնում արագ հակագրոյի, բայց Եղիազարյանը հասցրեց փակել մրցակցի առաջ խաղացման ճանապարհը ու հիմա նետվում են առաջ Էվերտոնի ֆուտբոլիստները Մկրտչյանն է գնդակով հարված կլինի Արաքսի դարպասից կորցրեց այստեղ Մկրտչյանը գնդակը Խաչատրյան, այո հիմա արդեն պետք է Էվերտոնը գնա ողջ կազմով առաջ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին ու պետք է փորձել անել հնարավորինս Անտոնյան չկար այստեղ խաղի կանոնների խախտում մաքուր խլեցին Անտոնյանից գնդակը վտանգավոր գրոհ է հարված ենք տեսնում ու այստեղ եթե չեմ սխալվում գնդակը դիպավ Խաչատրյանին շեղելով ուղղությունը Խաղարկված է եզրային նետումը, պայքար է ընթանում այստեղ գնդակի համար, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Էվերտոնի դարպասից, այո շտապում են արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները, քանի որ կորցնելու ոչինչ չկա, պետք է գնալ առաջ, բայց այստեղ ավելորդ շտապողականությունը միմիայն խանգարում է Էվերտոնի ֆուտբոլիստերին, պաշտպանությունից դուրս գալուց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից Նետում են Արաքսի ֆուտբոլիստերը, բայց այստեղ դարպասապահը առաջինն է դուրս գալիս ու վերցնում գնդակը Գաբրիելյան շատ լավ նկատեց Մուրադյանին, բայց այստեղ էլ հայլեց Արաքսի դարպասապահ Սևակ Մուրադյանը, հեռացնելով գնդակը ու այստեղ նշանակում է Խաղի կանոնների խախտում դարպասապահի կողմից մրցավար, այո, Տուգանային հրապարակից դուրս խաղաց ձեռքով, բայց արդեն մրցավարը իր որոշումը կայացրել է։ Տեսնենք այս ստանդարտը, ինչի կվերածեն Արաքսի ֆուտբոլիստները։ Կա մրցավարի Սուլիչը, հարված ու այստեղ դարպասապահ կարողացավ հեռացնել գնդակը ևս մեկ հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից իսկապես ևս մեկ հնարավորություն կորցրեց Արաքսու հիմա Էվերտոնը նետվում է առաջ ուժեղ փոխանցում դեպի Մուրադյանը, բայց պաշտպանը կարողանում է հեռացնել գնդակը եզրից կնետի Խաչատրյանը Գաբրիելյան դեպի Աչ փոխանցում տեսանք Պողոսյանն է ստանում գնդակը, բայց անհաջող ստացվեց այստեղ նրա կատարած փոխանցումը, հիմա ուղեցն այս սխալը Գաբրիելյան, բայց գնդակը դաշտի սահմաններում, դեպի աչ փոխանցում ենք տեսնում, որտեղ Անդրանիկ Պողոսյանն է, Անտոնյան, շատ լավ նկատեց Մանուկ Մուրադյանին Անտոնյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը, խանգարեց նաև Մուրադյանին ինչու ոչ պաշտպանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Խաչատրյան ուղարկում է առաջ գնդակը Գաբրիելյան, բայց այստեղ 3 մրցակցի դեմ է պայքարում Գաբրիելյանը ու կորցրեց գնդակը վտանգավոր է փոխանցում, բայց պաշտպանը նորից ստեղում էր հիմա արդեն կսկսեն խորքից Էվերտոնի ֆուտբոլիստները, այո պետք է շտապել իհարկե
գրո կազմակերպելու համար, բայց փոխարենը պաշտպանությունից անհաջող են դուր գալիս Էվերտոնի ֆուտբոլիստները։ Հիմա Խաչատրյանն է հաջող խլում կատարում ու նետվում առաջ 4-3-ի դիմաց նետվում է առաջ Էվերտոնը, բայց Խաչատրյանի փոխանցումը թույլ ստացվեց, չնայած գնդակը մնաց Էվերտոնի մոտ։ Անտոնյան դեպի Եղիազարյան ուղարկեց գնդակը։ Եղիազարյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Եղիազարյանը, Մուրադյան։ Մնաց գնդակով Մանուկ Մուրադյանը։ Կատարեց փոխանցում, բայց այստեղ Խաչատրյանը չէր սպասում այս փոխանցմանը ու չարձագանքեց գնդակին։ Պողոսյան, վերջին ուժերն են ներդնում Էվերտոնի ֆուտբոլիստները խաղադաշտում, Ռևիկ Եղիազարյան, կա կենտրոնում Մուրադյանի տարբերակը, կատարեց փոխանցում Մուրադյան գուցե եզրափակի ինքն գրո, հարված դարպասապահի հետ է բղում, իսկ այստեղ Գաբրիելյանի կատարած հարվածը բարձր է ստացվում, այո, կորցրեցին իսկապես շատ լավ հնարավորություն հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները։ Դարպասապահը գնդակը ուղարկում է խաղի մեջ ու այստեղ էլ անկյունային արված հնարավորություն են վաստակում Արաքսի ֆուտբոլիստները։ Խաղարկված է անկյունայինը, բայց գնդակը բաժին ասավ Էվերտոնի դարպասապահ Արամ Ղազարյանին, Ռևիկ Եղիազարյան, խորքից փոխանցում դեպի Մուրադյանը, շատ հաջող փոխանցում ստացեց Մուրադյանն էլի հերթին, շատ լավ կասեցեց գնդակը, բայց գնդակը չհասավ այստեղ Գաբրիելյանին ու Արաքսը նորից նետվում է առաջ, բայց այստեղ պաշտպանը թույլ չտվեց Էվերտոնի շրջանցել իրեն, տվյալ դեպքում Տիգրան Պապիկյանն եզային նետում իրականացնում են Արաքսի ֆուտբոլիստները, հիմա էլ Անտոնյանն է խլում կատարում ուղարկելով գնդակը Մանուկ Մուրադյանին, վերջին գրող կարծում եմ այս հանդիպան Մուրադյան, Աչից միացել է գրոն Եղիազարյանը, դեպի Գաբրիելյանը փոխանցում, տեսակ Գաբրիելյանի փոխանցումն էլ չհասցրեց արձագանքել Մուրադյանը եւ վերջ այս հետաքրքիր ու դրամատիկ հանդիպումն ավարտված է 3-2 հաշվով առավելության հասան Արաքսի ֆուտբոլիստները ու վաստակեցին Վինտեր Քափում իրենց առաջին 3 միավորը։ Իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։